Վարչապետը եկեղեցու ներքին կյանքին միջամտելու լիազորություն չունի, որպես շարքային քաղաքացի է մտահոգ։ Արդարադատության նախարարն այսպես է մեկնաբանում Փաշինյան եկեղեցի այսօրվա հարաբերությունները։ Տարբերություն կա, քաղաքացին կասի, թե օրինակ նախարարը կամ վարչապետը։ Իհարկե կա, վարչապետը։ Ինչու վարչապետը ձեր կարծիքով զրկված է քաղաքացու իրավունքներից։ Սրբուհի Գալյանը լրագրողներից փորձեց ճշտել, իսկ ինչ տարբերություն եկեղեցու կյանքին վարչապետն է միջամտում, թե սովորական քաղաքացին։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նախարարին հիշեցնում է Հայաստանի Հանրապետության 6-րդ հոդվածը, որը հստակ սահմանում է. պաշտոնատար անձը կարող է անել միայն այն, ինչի համար լիազորված է օրենքով, ապա ավելացնում. Երբ որ 10 իրադարձները ՀԽ փաստաթուղթ էին ստորագրում, այնտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողքը գրած էր վարչապետ։ Եվ երկրորդը, եթե Նիկոլ Փաշինյանը այնտեղ հանդիսանում է իր որպես քաղաքացի այս արշավին մարտացում հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմից ուղղված արշավին, ապա այդ դեպքում ինչպես կարող են բացատրել իրենք այն հանգամանքը, որ իրավապահ համակարգը միջամտում է եկեղեցու գործունեությանը։ Փաստաբանի խոսքով սովորական քաղաքացին առնվազն լծակ չունի քրեական հետապնդումներ սկսելու հոգևորականների դեմ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը սովորական քաղաքացի է եւ ոչ վարչապետ, ապա ինչպես է իրավական համակարգը գործի դնում ընդդեմ եկեղեցու։ Հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերությունները կարգավորվում է օրենքով եւ սահմանադրությամբ ամենագրված է ամենը։ Երկրորդը, ինչ վերաբերվում է իրականում Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում է իրավունքի եւ օրենքի դինակայություն, սակայն վաղուց մենք դա չենք տեսնում, մենք միայն տեսնում ենք խտրական արդարադատություն։ Լրագրողները եւս նախարարին հիշեցրին Փաշինյանի գործողությունների մասին, ինչին ի պատասխան Գալյանը հայտնեց. ճաշակի հարց է, վարչապետը թող վարվի այնպես, ինչպես ճիշտ է համարում։ Դա վարչապետի գործն է, վարչապետը անում է այն, ինչ ճիշտ է գտնում, եւ հիմա դուք ինձ հարցեր եք տալիս, թե ինչու է այսպես անում, որովհետեւ այսօր վարչապետն է մեր պետության գրել է վարչապետ կողքը։ Ասենք նույն Նիկոլ Փաշինյանն է, որը նաեւ գիտեք ինչ թող գրեր քաղաքացի կողմ եմ, թող գրեր քաղաքացի կողմ։ Բայց ով ասում, դուք ուզում եք ես ասեմ, որ երբ որ մարդը պաշտոնատար անձ է, մարդ չի։ ABC մեդիան Գալյանից ճշտեց, թե հոգևորականներին կալանավորելը եկեղեցու դեմ գործողություն չի համարվում, նախարարը պնդեց. ինչ տարբերություն եպիսկոպոս է, թե երգչուհի։ Օրենքի առաջ պիտի պատասխան տան անկախ մասնագիտությունից։ Եպիսկոպոսների ու երգչուհիների համեմատությունը նրանց նույն հարթության վրա դնելը փաստաբանը մանիպուլյացիա որակեց, ընդ որում չստացված։ Մենք վաղուց գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, վաղուց գործ ունենք հայ առաքելական եկեղեցու դեմ, հանիրավի, ապօրինի մեղադրանքներով բռնի ճնշումների հետ, մենք գործ ունենք իրավապահ համակարգի այդ հակաեկեղեցական արշավին լծված լինելու հետ եւ ինչ որ բացատրություններ փորձել գտնել, ինչ որ համապատասխաններ անցկացնել, դա կարծում եմ ճիշտ ճանապարհ չի։ Գալյանը նաև վստահեցրեց, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, որպես ապացույց ԵԽԽՎ-ի բանաձևերն օրինակ բերեց։ Եթե բանաձևերում որևէ բառ չկա քաղբանտարկյալների մասին, ապա չկան նաև քաղբանտարկյալներ։ Սահմանադրության մասին Գալյանը վստահեցրեց, առաջ են գնում ըստ պլանի։ Մարտին տեքստը պատրաստ կլինի։ Միայն թե սահմանադրության 18-րդ կետի հետ խնդիր ունի նախարարը։ Ըստ Գալյանի, հայ առաքելական եկեղեցին իր առաքելությամբ բացառիկ համարելն ու սահմանադրությամբ ամրագրելն անարդար է Հայաստանում գործող այլ կրոնական կառույցների նկատմամբ։ Եթե հայ առաքելական սուրբ եկեղեցին համարվում է իրենց աչքերում այնպիսի եկեղեցի, ինչպեսին, այսինքն ճակերտավոր եկեղեցիներ, ինչպիսիք են կյանքի խոտ աղանդը կամ չգիտեմ Եհովայի վկաները կամ ավելարանչականները կամ մնացածները, ուրեմն այս մարդկանցից այլևս ոչինչ առավել սպասելի չէ։ Միայն մեկ խորհուրդ կարող է արդարադատության նախարարը գնալ ընթերցել հայոց պատմությունը եւ տեսնել, որ հայ առաքելական եկեղեցին ինչու է առավելություն ունի մյուս, այսպես ասած, կրոնական կազմակերպություններից։ Խելք եւ իմաստություն իրենց բոլորին։ Նոր սահմանադրությամբ երկրի կառավարման համակարգը չի փոխվի, իսկ կկատարվի արդյոք Ադրբեջանի անկախության հռչակագիրը սահմանադրությունից անելու պահանջը հստակ չէ։ Գալյանի խոսքով այլ պետության պահանջն իրենց չի հետաքրքրում, բայց խաղաղությունն են կարևորում։ Ահա այսպես, հեռախոսում ինչ-որ բան թերթելով, գրելով, ապա այսպիսի հայացքներ նետելով, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ամփոփեց աշխատանքային անցած տարին։
Սդամակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայք 3w abcmedia.am։